Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում եւ Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնել են տեղի լրատվամիջոցները։ Ինչպես հայտարարել է վերանշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, քանդելու են զգալի թվով ինքնակամ շինություններ։ Այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների եւ շրջանների ճարտարապետական ոճին, գրել է նա։ Սյունիքի Մարգարիտը համարվող Գորիսում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվեց հյուպատոսական գրասենյակ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ձևակերպումն է։ Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում գտնվող քաղաք է, որն առաջինը հյուրընկալեց Արցախից տեղահանվածներին։ Դեսպանը մի տեղեկություն էլ հայտնեց, որի մասին քչերն էին լսել։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի հետ համագործակցությունների համակարգողի պաշտոն է բացվել, որն ըստ Դկոյտնիի համարժեքը չունի այլ երկրների համեմատ։ Գորիսը քաղաք է, որը խաղաղություն է կառուցում տարածաշրջանում։ Գորիսը մի քաղաք է, որը միշտ եղել է խաչմերուկում եւ հենց խաղաղության կառուցմանն է միտված եղել քաղաքի ջանքը։ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ եւ մեր ներկայությունը այստեղ շատ կարեւոր է։ Հայաստանն իր հերթին բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը, Հայաստանի պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանը եւ Ադրբեջանը ստանձնել են Ալմատայի հռչակագրով։ Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը եւս մեկ անգամ հաստատեց, Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Փոխարտգործնախարարը նշեց, մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ ուղիղ եւ կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Ծառից ծառ պարանը կապել, պաստառները կախել, ոստիկանները թույլ չտվեցին կառավարության դիմացի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու բողոքի դուրս եկած ակտիվիստները լարը ծայրից ծառ իրենց ձեռքն առան։ Հետո հրապարակում նաև խունկ վառեցին, սիմվոլիկ ակցիա է։ Խիղճը չի թողնում մնալ տանը։ Խիղճը չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ։ Ակտիվիստները բողոքի ձայնից բացի հարց են բարձրացնում։ Ինչպես ստացվեց, որ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլաշքյուր Փաշազադեի հայտարարությունից, որ հայկական եկեղեցին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։ Ընդամենը 7 օր հետո իշխանությունը սկսեց այս արշավը։ Հարցնում են, տեսել եք ինչեր է գրում ադրբեջանական մամուլն այս ամենի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է եւ ես ամեն գիրագի գնում եմ ուխտերի, որովհետեւ ինձ համար սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցիները իր համար նշանակություն չունի։ Ակտիվիստների բողոքի գործողությունները դեռ շարունակվելու են, թե հաջորդ ինչ քայլի կդիմեն, առայժմ չեն մանրամասնում։ Միայն մի բառ չեն հանդուրժելու։ Մեր օրերում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը ամենատարածված հանցագործություններից մեկն է դարձել։ Այս հարթակներում, ինչպիսիք են Facebook, Instagram, TikTok կամ Telegram, հաճախ են հանդիպում օգտատերերի, որոնք վիրավորում կամ սպառնում են մարդկանց։ Մարդու տեսակից, հոգեկան կայունությունից, ստրեսակայունությունից, իրավագիտակցության մակարդակից, զարգացողության աստիճանից, կրթվածությունից, այդ բոլորի վրա մենը հոգի կարաթողի։ Ամենախոցելին իհարկե դեռահասներն են, նրանք դեռ ձևավորվող անհատներ են եւ ցանկացած բացասական արձագանք, հատկապես հրապարակային, կարող է խաթարել նրանց հոգեբանական կայունությունը։ Սոցիալական հարթակներում նրանց հասցեին վիրավորական մեկնաբանությունների հանդիպող դեռահասի արձագանքը կարող է լինել մեկուսացումը, ինքնավնասումը կամ նույնիսկ սուր հոգեկան ճգնաժամը։ Այստեղ կարևոր է հասկանալ ատելության խոսքի ձևակերպումը, որովհետև ատելության խոսք գոնե այն ընկալման, որը ես եմ հասկանում, դա այն դեպքն է, երբ որևէ կոնկրետ խմբի կամ անձի դեմ տարածվող բովանդակությունը արդարացնում է, ասենք, ատելությունը, անհանդուրժողականությունը եւ մղում է գործողությունների։ Իրավական տեսանկյունից հիմնական խնդիրը բարդության մեջ է։ Սոցիալական հարթակներում օգտատերերի մեծ մասը հանդես է գալիս անանուն կամ կեղծ պրոֆիլներով,
իսկ գործնականում նման դեպքերում շատ դժվար է պարզել իրական մեղավորին եւ ապահովել պատշաճ պատասխանատվություն։ Իրավական, հոգեբանական, մեդիագրագիտության գործիքները պետք է գործեն միասին, ստեղծելու վիրտուալ միջավայր, որը ոչ թե վախեցնում է, այլ տալիս է ինքնաարտահայտման հնարավորություն։ Հայաստանի սահմանադրության 42 հոդվածով գրած է, որ կարծիքի ու արտահայտման ազատություն, բայց նաև այդտեղ կա ձևակերպում, որ դա բացարձակ չէ եւ չի կարող ուրիշների իրավունքները խախտել։ Հայաստան որոշակի գործիքակազմ, այսինքն դիմել դատարան։ Սոցիալական ցանցերն այսօր մեր կյանքի անբաժան մասն են, դրանք հնարավորություն են տալիս շփվելու, արտահայտվելու, սովորելու եւ ոգեշնչվելու, բայց այդ նույն հարթակներում երբեմն թաքնվում է մի լրակյաց սպառնալիք, ատելության խոսք անվան ներքո, ուստի ցանկացած պարագայում պետք է հիշել խոսքի ուժը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ՊՍԺ-ի հաղթանակից հետո հաջորդած անկարգությունները։ Հիշեցնենք, Պարիս Սեն-Ժերմենը եզրափակում խոշոր 5-0 հաշվով հաղթել է Ինտերին եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հանդիպան ընթացքում եւ դրանից հետո Փարիզում եւ այլ քաղաքներում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Տուժել է 192 մարդ, ամբողջ երկրում ձերբակալվել 559 մարդ, տեղի է ունեցել 692 հրկիզում, տուժել է 264 տրանսպորտ միջոց։ Նոր կադրեր ուկրաինական ԱԹՍ-ների ռուսական Tu-95 ռմբակոծիչների ոչնչացումից։ Հիշեցնենք, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ BBC-ի ուկրաինական ծառայությունը հայտնել է, պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է Ռուսաստանի ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ։ Հունիսի 2-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ սեփական դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնից։ Վարչապետ Փաշինյանը բավարարել է Հովհաննիսյանի խնդրանքը։ Շիրակի մարզի 7 դպրոց այս տարի մեկական շրջանավարտ է ունեցել։ Մեկն էլ Լեռնուտ գյուղի դպրոցն է։ Տխուր պատկեր է, ինչ խոսք, բայց խնդիրն ավելի խորքային է։ Ու ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանի մյուս մարզերում էլ է նկատում բնակչության պակաս, արտագաղթ ու ծնելիության նվազում։ Գյուղական կյանքը անհրապույր է դարձել, աշխատանքի հնարավորություններ չկան։ Որոշ դեպքերում նաև ծնողները երեխաներին տեղափոխում են մայրաքաղաք կրթական ցենզը բարելավելու համար։ Պայմաններ չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելը կարծես թե այդքան էլ շահավետ չի եւ կամաց տեղափոխում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Իրավիճակն այնքան անմխիթար է, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում կիրառվում է բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը։ Դրանք ձևավորվում է 1-ից 4-րդ, 5-ից 9-րդ, 10-ից 12-րդ դասարանների միջակայքում։ Այսինքն մի քանի դասարան միաժամանակ դասասենյակում պարապում են նույն ուսուցչի հետ։ Ըստ կրթության փորձագետի, չնայած բազմահամակազմ դասարանների մոդելի կիրառումը պետական միջոցների խնայման տեսակետից արդյունավետ է, այդուհանդերձ կրթության որակի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է։ Ուսուցիչը այդքան պրոֆեսիոնալ պիտի լինի, որ 45 րոպեվա ընթացքում համ առաջի դասանի երեխային դաս պարապի, համ երկրորդին, համ երրորդին, համ չորրորդին, ու հաշվի առնի նաև տարիքային առանձնահատկությունները, դա հնարավոր չի 4 տարբեր դասարանների աշակերտներին նույն առարկան դասավանդել 1-45 րոպեվա ընթացքում։ Ոլորտի փորձագետը կրթական գերատեսչության տրամադրած տվյալներն է վկայաբերում։ 2024-ի դրությամբ Հայաստանում հանրակրթական դպրոցների 26.7%-ը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում եւ Տավուշում եւ այլն։ Եթե այսպես շարունակվի փորձագետների դիտարկմամբ, հեռու չէ այն օրը, երբ շատ դպրոցներ պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ Չէ՞ որ նախարարությունն էլ վերջերս առաջ բերեց դպրոցների խոշորացված ծրագիրը, ըստ որի մինչև 100 աշակերտ ունեցողները կմիավորվեն։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու բնակավայրի։ Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում բնակավայրերի թիվը պակասել է։ Եղել է գյուղ, հիմա այդ գյուղում ուղղակի մարդ չի ապրում։ Կրթության քաղաքականությունը տանում է նրան, որ այդ դպրոցները միավորեն, փակվեն, մի քանի համայնքի համար ստեղծվի մի դպրոց,
Դրա գլխավոր ապացույցը նախարարի հրամանն է։ Ոլորտի փորձագետներն ահազանգում են, եթե կառավարությունը գործում քայլեր չձեռնարկի ներքին եւ արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն։ Հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ եւ արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։ Հաղթանակ թաղամասում ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում մայիսի 35 գիշերը հանգիստ չէր։ Վիճաբանություն, ծեծկրտուկ, հետ էլ մահվան ելքով վրաերթ է եղել։ Արդեն հետո պարզվեց, որ ամեն ինչ սկսվել է շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ ծագած պարզաբանումներից։ Հետո այդ պարզաբանումները վերածվել են ծեծկրտուքի։ Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վրաերթից առաջ այստեղ մի իսկական մարտաֆիլմ է եղել։ Կարճ ժամանակ իրավապահները պարզեցին, որ միջադեպի մասնակիցները մեքենաներով հետապնդել են իրար։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը BMW-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անիին եւ նրա 2-ամյա որդուն։ Ավելի ուշ Երևանի շտապօգնության կայանից հայտնել են, որ կինը գիտակցության չգալով շտապօգնության մեքենայում մահացել է։ Իսկ 2 տարեկան տղան ծայրահեղ ծանր տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այնուհետև վրաերթից հետո նշված BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա էլ պարեկները հայտնաբերել են փոխված համարանիշներով Նիվա, որի վրա վնասված հետքեր են եղել։ Իրավապահները պարզել են, որ կեղծ համարանիշը պատկանում է Hyundai Sonata-ին, իսկ Նիվան կապ ունի 4-րդ գյուղում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկրտուքի ու մահվան ելքով վրաերթի հետ։ Մեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 1-ին Երևան-Գյումրի Բավրաճանապարհին 59-ամյա Բագրատ Իսպիրյանը Opel Vectra-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել բետոնե պատնեշներին, ապա քարերին։ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը եւ 84-ամյա Գալիա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Վերջինը սակայն մահացել է։ Ըստ տեղեկությունների 84-ամյա մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը կինը։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հունիսի 1-ին 55-ամյա Գրիգորը Տոյոտայով Երևան-Սևան-Իջևան ճանապարհին անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետի վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը եւ փրկարարծարայության Սևանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նա տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Երջանիկ պատահականություն է, որ վարորդը ավտոմեքենայով չի հայտնվել, ահա, էսի Հրազդան գետ են, չի ասում, Հրազդան գետ, Սևանի տարածքով հոսող Հրազդան գետում։ Հունիսի 1-ին 30-ամյա Յուրիկը Նիսանով Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծարայության Երևանի TV 7-րդ Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հունիսի 1-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Շաքման Բեռնատարն ու Կիան։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Մայիսի 31-ին Շիրազի փողոցում բախվել են Մերսեդեսը եւ մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել Մերսեդեսի վարորդը, քաղաքացիներն ու ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Իմ տեղեկություններով վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, մայրը եւ նրա անչափահաս որդին։ Նույն օրը Սասունցի Դավթի փողոցում էլ բախվել են Տոյոտան եւ մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է մոտոցիկլավարը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Տոյոտան այնուհետև բախվել է թույլատրելի հատվածում կայանված Նիսանին։ Վիրավորին առաջին օգնության են հասել Տոյոտայի վարորդը, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի Հրշեջ փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։ Օպերատիվ են գործել ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
նախնական տեղեկությունների մոտոցիկլավարը եղել է Սաղավարտով, Toyota-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Եվ հունիսի 1-ին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի ավագ ու կրտսեր պարեկները Մուղնիի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց մոտեցած տղամարդն հայտնել է, որ իր 5 տարեկան աղջիկը մետաղադրամայկուլ տվել, շնչահեղձ է լինում։ Պարեկներն օպերատիվ են գործել, ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են Ուիգմոր բժշկական կենտրոն, որտեղ էլ բուժանձնակազմի անհետաձգելի օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը։ Բժիշկները կարողացել են երեխայի կյանքը փրկել, սակայն իմ տեղեկություններով 1-2 օր երեխան պետք է մնա բժիշկների զգողության տակ։ Հիմա Արագածոտնի գումարտակի ավագ պարեկն ու պարեկն են, որոնք ժամանակին երեխային հասցրել են հիվանդանոց։